Ողջույն Տիգրան, Ողջույն։ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց կուզեի անդրադառնանք։ Առաջինը երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի մասին խոսենք, որը շատ կարճ տևեց, բայց մի քանի փաստաթուղթ են ստորագրել, որից երևի ամենանշանակալին թրիփի հետ կապված փաստաթուղթն է, ինչ նորություններ կան դրա մեջ, առհասարակ ինչի մասն է վկայում այդ թուղթը։ Այո, մենք ինչպես հիշում ես, խոսել ենք, որ բանակցում է այս փաստաթուղթը թրիփի շրջանակում ընթացող գործընթացներից մեկն է։ Մեծ հաշվով այս փաստաթղթով նախանշում են այն բոլոր քայլերը, որոնք տեղի պիտի ունենան թրիփի արդեն գործնական գործարկման համար։ Եթե համեմատում ենք դրանից առաջ հրապարակված թրիփի իրագործման շրջանակի վերաբերյալ այդ փաստաթղթի հետ, բնականաբար այս փաստաթուղթը շատ ավելի մանրամասն փաստաթուղթ է, նշում է կողմերի եւ իրավունքները եւ պարտավորությունները ավելի դետալներով, ու այդ առումով կրկին կարելի արձանագրել, որ ինչքան շատ ենք իմանում տեղեկություններ թրիփի տարբեր դետալների մասին, այնքան որոշ մտավախություններ, որոնք կան հասարակությունում, կարելի է հասել վերանում են եւ այդ առումով շատ կարեւոր էին մի շարք դետալներ, որոնք նշված են այդ Որ մտավախությունների մասն։ Մասնավորապես, որ օրինակ ինչ որ թուրքական կամ ադրբեջանական ընկերություններ կարող են ներգրաված լինել այս ծրագրի կամ ծրագրերի իրագործման գործընթացում, որ օրինակ նույն TRIP ընկերության TRIP Development Company ամերիկյան ընկերության նախ նշենք մեր ընկերների համար, որ հետագա զարգացումների պլանը այսպեսին է, որ ստեղծվել կամ ստեղծվելու է այդ TRIP-ի զարգացման ընկերություն Միացյալ Նահանգներ առանձին ընկերություն լինելու, որը Հայաստանի Հանրապետության հետ միասին ստեղծելու է նաև TRIP-ի զարգացման ընկերություն, արդեն այդպես է կոչվելու, առանց այդ Միացյալ Նահանգներ նշումի, եւ այդ ընկերությունն է լինելու այդ պրոյեկտների կառավարման, իրագործման, տարբեր շինարարական աշխատանքների, տենդերների կազմակերպման պատասխանատու, եւ կային մի շարք մտավախություններ, եւ ինչպես կառուցման շրջանում, այնպես էլ այդ ընկերությունների, մասնավորապես ամերիկյան ընկերության վերահսկման հետ կապված կարող են, որ դրանց իրավունքները փոխանցվել երրորդ կողմին, Հայաստանի դեպքում բնականաբար ավելի զգայուն էին մարդիկ վերաբերում հնարավոր թուրքական կամ ադրբեջանական վերահսկողության հետ կապված, այստեղ շատ մանրամասն, շատ ուղիղ տեքստով նշված է, որ այս հարցերը չեն կարող իրագործվել կամ իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության, այսինքն այստեղ Հայաստանի Հանրապետությունը որոշիչ ձայն է ունենալու։ Նույնը վերաբերում է նաև տարբեր ընկերությունների ներգրավման, այսինքն առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության հնարավոր չէ, որպեսզի ինչ-որ ընկերություն ներգրավի այս գործընթացի մեջ։ Իսկ այդ բաղադրիչը, օրինակ նույն Ադրբեջանի համար որքանով է նորմալ եւ ընդունելի։ Այստեղ Ադրբեջանը չեմ կարծում, որ որևէ առարկություններ կարող է ունենալ, որովհետեւ սա վերաբերում է միմիայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տարածքում գոյություն ունեցող ենթակառուցվածքին, այդ ենթակառուցվածքի վերահսկողության մասին, այդ առումով այս բոլոր իհարկե կարծիքները նաև ինչ որ չափով քաղաքականացված բնույթ ունեն, այսինքն հիմնականում ընդդիմություններ մեղադրում իշխանություններին, որ այս ամենը արվում է, որպեսզի ապագայում վերահսկողությունը այդ տարածքի նկատմամբ կամ մասնակի վերահսկողությունը փոխանցվի Ադրբեջանին կամ Թուրքիային։ Անվտանգության պահով մեկ այլ մտավախություն կար, որ տեսեք, եթե ադրբեջանական բեռները անցնեն Հայաստանի տարածքով եւ ինչ որ պատահար լինի, ովքեր են արձագանքելու այդ պատահարին, օրինակ ենթադրվում էր, որ կարող է այդ մասնավոր ընկերությունը ունենա սեփական անվտանգային ծառայությունը եւ կանցագանքի, կար նաեւ պնդում, որ Ադրբեջանը կարող է օգտագործել այդ տիպի միջադեպերը արդեն Հայաստանի տարածքում ներգործության համար, այստեղ եւս այս փաստաթղթով հստակ նշված է, որ այդ տիպի միջադեպերի պարագայում Հայաստանի Հանրապետությունը ունի իրավունք միայն միջամտելու ինչ որ արձագանք ցուցաբերելու համար, այսինքն այս տիպի մի շարք հարցեր կային, որոնք պատասխաններ մեծ հաշվով ունեին, բայց հստակ ուղիղ տեքստով, բաց տեքստով նշված չէին եւ այս փաստաթուղթը կարծում եմ կարեւոր է հենց այս տիպի կասկածները փարատելու համար։ Փաստաթղթի մեջ կան նաև մի շարք շատ տեխնիկական բնույթի դետալներ, որոնք պետք է իհարկե վերլուծվեն տվյալ ոլորտի մասնագետների կողմից, մասնավորապես ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների կողմից, իրավաբանների կողմից, նույնիսկ մինչև փաստաթղթի հրապարակումը ակնհայտ էր, որ
օրենսդրական առումով բավականին լուրջ փոփոխություններ պիտի իրականացվեն Հայաստանում այդ հատուկ նշանակության մեխանիզմների ստեղծման հետ կապված, ընդհանուր առմամբ նաև հարկային լուրջ արտոնություններ են տրվում այդ ընկերությանը, ոչ թե արտոնություններ մեծ հաշվով հարկերից ազատված է լինելու այդ ընկերությունը իր գործունեության ընթացքում, սա, բայց թողնենք, ինչպես արդեն նշեցի, տնտեսագետներին, իրավաբաններին վերլուծելու համար, բայց այստեղ մեկ այլ կարևոր արձանագրում եւս պետք է անել, որ այնուամենայնիվ այս գործընթացը դեռ կարող է երկար ձգվել, որովհետեւ այդ տարածքում հողերի օտարման խնդիր կա, այսինքն այդ բոլոր ողջ տարածքը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությունը, այն տարածքը, որտեղ իրագործվելու է TRIP ծրագիրը կամ TRIP-ի շրջանակում տարբեր նախագծեր, փաստաթղթի մեջ նշվում է, որ պետք է պատկանի Հայաստանի Հանրապետություն, այսինքն մասնավոր անձանց կամ ընկերություններին չի կարող պատկանել եւ այս տիպի ենթակառուցվածքային ծրագրերում սա սովորաբար բավականին բարդ եւ դանդաղ գործընթաց է լինում։ Մենք ունենք օրինակ հարևան Իրանի այդ հյուսիս-հարավ Միջանցքի պատմությունը, Ռաշտաստրա այդ հատվածի աշխատանքները ավարտման աշխատանքները երկարաձգվում են, քանի որ այնտեղ դեռևս պետությունը ստիպված է բանակցություններ վարել մասնավորի հետ, որպեսզի այդ տարածքը ամբողջությամբ վերահսկի, բայց ինչ վերաբերում է սեփականության իրավունքին, այստեղ կարծում եմ կարևոր է եւս એક անգամ նշել, որ սեփականության իրավունքը պատկանալու է միայն Հայաստանի Հանրապետությանը, տվյալ պարագայում գործ ենք ունենալու կոնցեսիոն պայմանագրի հետ։ Հետաքրքիր է ինձ համար նաև այն կետը, որ ցանկության դեպքում դե գիտենք, որ այս պայմանագիրը ի սկզբանե գործելու է 49 տարով եւ հետագայում եւս հնարավորություն է լինելու երկարաձգել եւս 49 տարով, բայց ինձ համար հետաքրքիր կետ է, որ կողմերը ցանկացած պահի կարող են միակողմանիորեն դադարեցնել այս պայմանագրի, այս ընկերության գործունեությունը եւ դա տևելու է մոտավորապես 1 տարի։ Իհարկե, արկա իրավիճակում մտահոգիչ բաղադրիչ չէ դա։ Չեմ կարծում, թե մտահոգիչ է, սա կարծում եմ նույնիսկ կարելի է որպես դրական ինչ-որ հանգամանք համարել, որովհետև եթե ինչ-որ ռիսկ էր չնախատեսված առաջանան Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Իսկ եթե հակառակը լինի, դա էլ չի բացառում, այսինքն հակառակը կարծում եմ կապված է առաջին հերթին այս ծրագրի տնտեսական նպատակահարմարության հետ կապված, որովհետև նույնիսկ տարբեր այդ թվում նաև ամերիկացի դիվանագետների հետ զրույցներում նրանց մոտ եւս կան կասկածներ, որ ծրագիրը մեծ հաշվով կարող է ունենալ, ոչ թե կարող է ունենալ, այլ կասկածներ կան, որ այդ տնտեսական նպատակահարմարությունը գոյություն ունի եւ առնվազն նշում է, որ շատ երկարաժամկետ կտրվածքով են այդ տնտեսական ծախսերը վերադառնալու ներդրողներին։ Ներդրումների առումով խոսել ենք էլի նախորդ թողարկման ընթացքում, այստեղ Միացյալ Նահանգները իհարկե հանձն է առնում ներգրավել այդ ներդրումները ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր միջոցներից TRIP-ը ընդհանուր առմամբ լինելու է ամերիկյան այդ ֆինանսական եւ արտաքին ֆինանսական աջակցության այդ DFC կոչվող մեխանիզմի մասը, այդ մասին եւս մենք գիտեինք, մեծ հաշվով շատ լուրջ ինչ որ նորություններ այն մարդկանց համար, ովքեր ամենօրյա ռեժիմով հետևում են այս գործընթացներին, չկան, բայց կրկնում եմ, որ շատ կարեւոր էր այս ամեն ինչը մեկ թղթի վրա գրի առված ունենալ։ Հետաքրքիր է Ադրբեջանը որ փուլից է ներգրավելու այս գործընթացներին եւ ինչ ձևաչափով։ Այո, կարծում եմ դա ամենակարևոր հարցերից մեկն է եւ կարող է ապագայում պոտենցիալ ինչ-որ խնդիրների պատճառ դառնալ, որովհետեւ մենք ինչպես բազմիցս արդեն նշել ենք, հայ-ամերիկյան հարթության մեջ լուրջ խնդիրներ մեծ հաշվով չկան, այսինքն այս բանակցությունները ընթանում են հիմնականում դետալների շուրջ եւ այդ դետալների շուրջ որ տեսնում ենք, որ բավականին արագ ինչ-որ որոշումներ կայացվում են, համաձայնությունների հասնում են, բայց ակնհայտ է նաեւ, որ ինչ-որ փուլում այս բանակցությունների ներգրավելու է նաեւ Ադրբեջանը, որովհետեւ խոսքը գնում է առաջին հերթին ադրբեջանական բեռների Հայաստանի տարածքով անցման մասին եւ հենց այս պահին Ադրբեջանը կարող է ինչ-որ տեսակետներ հայտնել, որոնք չեն համընկնում այս փաստաթղթերի տրամաբանության հետ։ Օրինակ, այս փաստաթղթում կրկին նշվում է այդ front office back office մեխանիզմի մասին, որի իմաստը այն է, որ ադրբեջանցի ուղևորների կամ բեռնատարի հետ շփվելու են այդ մասնավոր ընկերության ներկայացուցիչները, բայց միևնույն ժամանակ Հայաստանը ամբողջական վերահսկողություն է ունենալու գործընթացի նկատմամբ,
գտնվելու է ֆիզիկապես հայ սահմանապահների եւ այլ ծառայությունների ներկայացուցիչների գտնվելու են այդ հատվածում, այսինքն ողջ process-ը գտնվելու է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, իսկ այդ մեխանիզմը պարզապես տեխնիկական լուծում է, որը բավարարում է Ադրբեջանի այդ հայտնի պահվածքը։ Կա նաեւ դրույթ օրինակ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, պետական մարմինները ունենալու են հնարավորություն գտնվել թրիփի երկայնքով, թրիփի տարածքի երկայնքով որևէ հատվածում, որևէ սահմանափակում չի լինելու։ Մասնավորապես խոսեցինք նաև այդ ինչ որ միջադեպերի ժամանակ, պատահարների ժամանակ Հայաստանի պատկան մարմինների արձագանքի մասին, որ նրանք միայն իրավունք ունենան այդպիսի արձագանք ցուցաբերել, եւ այս հարցերում Ադրբեջանը կարող է ունենալ իր տեսակետները, որովհետեւ սա ամբողջովին չի համապատասխանում այն խոսույթներին, որոնք Ադրբեջանը հնչեցում էր վերջին տարիների ընթացքում, եւ այդ բանակցությունների ընթացքում իհարկե կարող են առաջանալ խնդիրներ։ Ադրբեջանի հետ կապված մյուս պոտենցիալ խնդիրը իհարկե ավելի լայն շրջափակումն է, պետք է նաև ընդգծենք, որ ինչպես այս փաստաթղթում, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ ստորագրված արդեն համապարփակ գործընկերության վերաբերյալ այդ փաստաթղթում ընդգծվում է օրինակ ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական ճանապարհների կամ կոմունիկացիաների օգտագործման անհրաժեշտությունը թրիփի շրջանակում, ներպետական ասելով խոսքը գնում է բնականաբար Նախիջևանից երասխ այդ երկաթգծի երկաթուղու գնացքի մուտք գործելու մասին եւ այստեղ բնականաբար եւս Ադրբեջանի համաձայնությունն է պետք, որպեսզի թրիփը չշրջանցի Հայաստանը, այլ մտնի Նախիջևան եւ կրկին Հայաստանի տարածքով շարունակի օրինակ նույն այդ գնացքները կամ երկաթգիծը այստեղ առանցքային հարց է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցը, մասնավորապես այդ փաստաթղթերում նշվում է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ապագան եւ այս հարցերում իհարկե ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ բանակցությունները առանցքային նշանակություն ունենալու, այսինքն եւս մեկ անգամ արձանագրենք, որ այո, այս փաստաթղթերում մեծ հաշվով պահպանում են Հայաստանի կարմիր գծերը, հիմնականում պահպանում են, եթե այդ նույն փոխադարձության սկզբունքի մասին մոռանանք, իդեպ կրկին օգտագործում է փոխադարձ առավելություններ եզրույթը, ինչը նշանակում է հենց այն, ինչի մասին նոր խոսեցի, որ եթե Ադրբեջանը հատուկ ռեժիմով օգտվելու է Հայաստանի տարածքից, Հայաստանը առնվազն կարողանալու է օգտվել Ադրբեջանի ենթակառուցվածքներից ու նաև Թուրքիայի ենթակառուցվածքներից, բայց այս փուլը ամենահեշտ փուլն է, ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններում արդեն։ Այս թեման ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի այցը ժամանակագրական առումով պատահականություն էր, թե սա նաեւ ինչ որ նախընտրական քարոզարշավի ինչ որ մասնիկ կարելի է համարել։ Դե ակնհայտ է, որ այս այցը եւ այս փաստաթղթերի ստորագրումը նաեւ նախընտրական բնույթ ունեին, այնպես չէ, որ այս փաստաթղթերը ինչ որ հրատապ փաստաթղթեր են, որոնք անհրաժեշտ է հենց նախընտրական փուլում ստորագրել, որևէ խնդիր չէր լինի, եթե օրինակ այս փաստաթղթերը ստորագրվեին ընտրություններից հետո հունիսի 8-ին կամ, չգիտեմ, ինչ որ այլ օր։ Սա արդեն վերադառնալով մեր կողմից քննարկված մեկ այլ թեմայի, այս աշխարհաքաղաքականացված ընտրությունների եւ տարբեր դերակատարների ներգրավվածության հերթական դրսևորումն է, ես չեմ կարծում, որ սա նորմալ է, ես կարծում եմ, որ սա իհարկե ազդեցություն ունենում է մարդկանց պատկերացումների վրա, ազդում է ընտրությունների արդյունքի վրա, իդեպ վերջերս միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է իր հանրային կարծիքի հարցումը, այդ հարցումը իրականացվել էր մայիսի 5-ից 9 եւ իրականացվել էր այդ եվրոպական շաբաթից Երևանում եվրոպական շաբաթից անմիջապես հետո եւ նույնիսկ այդ հարցումը ցույց է տալիս, որ այդ տիպի միջոցառումները լուրջ ազդեցություն են ունենում մարդկանց մոտեցումների վրա, իշխող ուժի վարկանիշը գրեթե 9%-ով է բարձրացել, ընդդիմության վարկանիշը ընկել է, իդեպ սա կարծում եմ կապված է նաեւ Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի հետ, բայց այն որ իշխող ուժի համար սա դրական ինչ որ էֆեկտ ունենում է այս հարցումը եւ դրա կապը հենց եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ ԵՄ Հայաստան գագաթնաժողովի հետ ակնհայտ է։ Կարծում եմ սա այս փաստաթղթերի ստորագրումը Ռուբիոյի այցը դրա լուսաբանում ու մամուլում ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային որոշակի ազդեցություն ունենալու է նաև ընտրությունների արդյունքների վրա, այսինքն իշխանության վարկանիշը նաև այս ամենի պատճառով է աճելու։ Իդեպ Ռուսաստանի ներգրավվածության նախընտրական շրջանում նաև մասին խոսեցիր, Ռուբիոյի այցից առաջ հենց մի քանի օր է քննարկվում էր
տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող ինչ-որ տեղեկություններ Ռուսաստանի գործողությունների արտահոսքի մասին տարբեր մեղադրանքներ էին հնչում, թե ինչ-որ խմբեր փորձելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնել, ինչ-որ հայտարարություններ ակնհայտ կեղծ էին, մեր լրատվամիջոցներն էլ հետաքննություն իրականացրեցին եւ խոսեցին դրա մասին, բայց ինչ-որ բաներ էլ ավելի հավաստի աղբյուրներում էին հրապարակվում, ինչ էր ի վերջո տեղ ունենում։ Այո, վերջին օրերի ընթացքում մի քանի լրատվամիջոցներ նույնանման բովանդակությամբ հետաքննություններ էին հրապարակում, որտեղ մեծ հաշվով ցույց էին տալիս, թե Ռուսաստանը ինչ գործիքակազմով է աշխատում Հայաստանում նախընտրական փուլում, ինչ դերակատարների հետ է աշխատում ու նաև ինչպիսի պլաններ ունի հենց տարբեր տեխնացուների կամ քաղաքական ուժերի հետ կապված։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ այդ 3 լրատվամիջոցներից 2-ը հայտնի լրատվամիջոցներ են, հեղինակություն ունեցող լրատվամիջոցներ են, հատկապես Insider-ը շատ հայտնի ընդդիմադիր լրատվամիջոց էր Ռուսաստանում, որը զբաղվում էր կոռուպցիոն եւ այլ նաեւ նույնիսկ այլ հանցագործությունների հետաքննությամբ Ռուսաստանում, նույն Նավալնիի այդ սպանության հետաքննությունը, միջ այդ նրա սպանության փորձի հետաքննությունը, հայտի հետաքննող լրագրող նաեւ Խրիստո Գրոզևի հետ համագործակցությամբ ժամանակային շատ հայտնի հետաքննություններ են արել, այսինքն եթե խոսքը վերաբերում է օրինակ նույն Insider-ի հետաքննությանը, ես չեմ կարող ասել, որ մարդիկ ինչ-որ մանիպուլյացիայով են զբաղված, եթե Insider-ը ասում է, ես ինչ-որ փաստաթղթեր ունեմ, ես հակված եմ հավատալ Insider-ին։ Դոսիեի պարագայում ամեն ինչ մի քիչ ավելի ոչ միանշանակ է, դոսիեն պատկանում է Միխայել Խոդորկովսկուն, որը ես այդքան էլ բարեխիղճ դերակատար չէի անվանի, հատկապես հայ-ադրբեջանական հարցերում եւ նաեւ Հայաստանի հետ կապված հարցերում, ավելին այդ դոսիեի հետ կապված անձնավորությունը, եթե չեմ սխալվում, Եգոր Կուրոպտևը տարիներ շարունակ նաեւ պրոադրբեջանական ինչ-որ գործունեությամբ է զբաղվել։ Վերջին շրջանում օրինակ նույն այդ Եգոր Կուրոպտևը հայտարարում էր, որ Հայաստանի իշխանությունը չնայած ինքը ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, բայց մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Կրեմլի պատվերով ձերբակալել են Վրաստանի քաղաքացիները, ովքեր մասնակցել էին Ուկրաինայում պատերազմին, ինչը բնականաբար չեմ կարծում, թե համապատասխանում է իրականությանը, չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները Կրեմլի պատվերով ինչ որ մեկին ձերբակալել էին։ Այստեղ բնականաբար ինչ որ ընդհանցակարգ կա եւ անցել են այդ մարդիկ այդ ընդհանցակարգով եւ վերջո, եթե չեմ սխալվում, ազատ էին արձակվել, բայց դոսիեի պարագայում եւս առնվազն գիտենք ովքեր են, առնվազն նախկինում ինչ որ հետաքննություններ էին արել, նրանք օրինակ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ եւս նույնանման ինչ որ հետաքննություններ էին արել, որտեղ ցույց էին տալիս, թե Հայաստանի հարցով ով է զբաղվում Ռուսաստանում, նախագահական ադմինիստրացիայում, տարբեր հատուկ ծառայություններում, այսինքն այստեղ եւս կարող են այդ փաստաթղթերը, այո, արժանահավատ լինել, բայց խնդիրը իհարկե երրորդ լրատվամիջոցները եւ որը իրականում շատ ավելի շատ է տարածվել, քան Insider-ի եւ այդ դոսիեի հետաքննությունները ու տարածվել է մարդկանց կողմից, ովքեր անվանում են իրենց անկախ դերակատարներ, դիտորդություն են իրականացնում։ Եվ խնդիրը այն է, այդ կայքի անվանումը Հայաստանում տարածվելու մասին է խոսքը։ Այո, Քրոնիկա Կավկազը կոչվող լրատվամիջոցն է։ Ես առաջին անգամ երբ տեսա այդ հետաքննությունը եւ այդ կայքը, առաջին իսկ բայց ինչ որ կասկածներ առաջացան մոտս, եւ ես որպես մարդ, ով երբեք պրոֆեսիոնալ առումով հետաքննությունով չեմ զբաղվել, fact checking-ով չեմ զբաղվել, ինձ մոտ նույնիսկ առաջին իսկ հայացքից կասկածներ առաջացրեց այդ կայքը։ Դե ինձ մոտ ինձնից պահանջվեց 30 րոպե, որպեսզի հասկանամ, որ այդ կայքը իր ստեղծման պահից սկսված տիրաժավորվում է Բաղրամյան 26 Telegram-յան ալիքի կողմից, որը ասոցիացում է իշխանությունների կողմից, ամենայն համանականությամբ վերահսկում է իշխանությունների կողմից, եւ օրինակ մեր գրասենյակում շատ արագ հասկացանք, որ այդ կայքը օրինակ ստեղծվել է, եթե կարող եմ նույնիսկ ամսաթվերով ասել, 2025 թվականի ապրիլի 27-ին եւ մեկ տարվա։ Այո, իսկ Բաղրամյան 26-ը այդ նորաստեղծ որի մեկի համար անհայտ այս Telegram-յան ալիքը այդ ժամանակահատվածում չնայած շատ արագ նաև կայք ստեղծվեց, սկսեց տարածել արդեն 2015 թվականի մայիսի 11-ին, իսկ մայիսի 14-ին օրինակ նույն Բաղրամյան 26-ը հատուկ գրառում էր կատարել, հորդորելով իր հետևորդներին բաժանորդագրվել այդ ալիքին։ Ու նաև բազմաթիվ 200-ից ավել անգամ տարածել են այդ կայքի կոնտենտը միջև այդ հետաքննությունները։ Այսինքն սա
մեկ վաղուց պլանավորված սա մեկ red flag կամ կարմիր դրոշ, ինչպես ասում են։ Երկրորդը մտնում ենք այդ կայքի բաժինը, մեր մասին բաժինը, երկու լրագրող է ներկայացված։ Մեկը իբր Մարնեուլիում Վրաստանում ապրող ադրբեջանցի լրագրող, մյուսը իբր ռուս լրագրող Տատյանա Իվանովա, եթե չեմ սխալվում։ Կրկին պրիմիտիվ գործողությունների միջոցով Yandex այդ նկարների որոնողական համակարգի միջոցով շատ արագ պարզել ենք, որ Տատյանա Իվանովան իրականում իրական մարդ չէ, իսկ նրա նկարը օգտագործում է թուրքական ինչ-որ թերթի կողմից, թուրք լրագրողի անունով։ Այդ մարդիկ նաև որևէ թվային հետագիծ չունեն, այսինքն եթե լրագրող են, պետք է ինչ-որտեղ օրինակ նույն Google search-ի միջոցով գտնեն, բայց կան միայն այդ կայքում։ Ու այս ամեն ինչը ինձ համար ակնհայտ էր, դրա համար ես օրինակ չէի տարածում այդ հետաքննությունը, որովհետև եթե ունենք այս փաստերը, պետք է առնվազն վերապահումով մոտենանք այդ ինֆորմացիային, որը տեղ է գտել։ Բովանդակության առումով ինչպես էին տարբերվում, հա, այդ ինսայդերի գրածները, այս նմանատիպ ինչ-որ պլանների կամ գործողությունների մասին եւ մյուսը։ Այո, այս երրորդ կայքի պարագայում ակնհայտ էր, որ նաեւ ինչ-որ գեղարվեստական մոտեցում գոյություն ունի եւ այդ առումով ուզում եմ նաեւ հղում կատարել Factor TV-ի կողմից արված հետաքննությանը, որը հրապարակվել է 3 երեկոյան, եւ այնտեղ շատ մանրամասն արդեն շատ ավելի պրոֆեսիոնալ ձևով բացատրվում է այս ամեն ինչը, ցույց է տրվում, որ հնարավոր չէ օրինակ ստուգել այդ փաստաթղթերը, որ պաշտոնական փաստաթղթերը այլ տեսք են ունենում, անկախ լրագրողների համար անհնար է պարզապես այդ փաստաթղթերը վերիֆիկացնել։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ այդ նյութերը, մի նյութի մասին խոսքը չի, մի 2-3 արդեն այսպես կոչված հետաքննություն կա, տարածվել է արդեն Հայաստանի մեդիա դաշտում, դրա տարածմանը մասնակցում են, ինչպես արդեն նշեցի, իրենց անկախ անվանող դերակատարներ, որոնք նաև ներգրաված են դիտորդության մեջ, օրինակ, ու նույնիսկ այս հետաքննությունից հետո, ֆակտորի հետաքննությունից հետո, այս մարդիկ ոչ ներողություն են խնդրել հանրությունից, հիմա էլ փոփոխել են մոտեցումը, ընդունում են, որ կեղծ կայք է, բայց ասում են տեղ գտած տեղեկությունները, ասում են տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, որտեղ իբր իրենք էլ ինչ-որ տեղեկություններ ունեն։ Բայց նույնիսկ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, որովհետև օրինակ Հայկ Մարությանին էին թիրախավորել, որ իբր ինչ-որ ֆինանսավորում է ստացել ռուսական աղբյուրներից, ու Հայկ Մարությանի թիմից Հակոբ Կարապետյան այսօր հրապարակեց այնպիսի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ անհնար է այդ տեղ գտած տեղեկությունները ճիշտ լինեն, օրինակ Սա ինչ է հիշեցնում ես։ Սա ես կարծում եմ, որ Հայաստանը հասել է ապատեղեկատվական ինքնիշխանության, այսինքն կարողանում է Ռուսաստանի ապատեղեկատվությանը սեփական ապատեղեկատվությամբ, չգիտեմ, հակադրվել, ու ես չգիտեմ, սա լավ է թե վատ, որովհետև այս մեխանիզմներով մեծ հաշվով որևէ դերակատարի կարող են թիրախավորել, եթե չլիներ այս հետաքննությունը բոլորի մոտ արդեն նույնիսկ հիմա այդ հետաքննությունը դժվար թե շատ մարդիկ տեսել են։ Բայց կներես, ի վերջո նմանատիպ մեթոդների կիրառումը ինչ արդյունք է ակնկալում ենթադրում եւ ինչ որ չափով երևի թե հասել է իր նպատակին։ Այո, բնականաբար հասել է, որովհետեւ ինչպես միշտ այդ fact checking նյութերը, փաստերի ստուգման նյութերը շատ ավելի քիչ մարդ է կարդում, քան ապատեղեկատվությունը։ Եվ նպատակը կարծում եմ իշխանությունների հակառակորդների թիրախավորումն է, որովհետև ես չեմ բացառում, որ ինչ որ ճիշտ տեղեկություններ եւս կան այդ նյութերում, բայց սա դասական քարոզչությունը այդպես է աշխատում։ Միշտ կարող է օրինակ քարոզչական նյութի 80%-ը ճիշտ լինի, բայց հետո ավելացնում ես այն հատվածները, որ ձեռնտու է քեզ, օրինակ բացի այդ ակնհայտ պրոռուսական ինչ որ տեխնացումների ուժերին թիրախավորելուց ավելացնում ես նաև այլ ընդդիմադիր գործիչների, որոնց չես հավանում, եւ արդյունքում տարածում է այդ քարոզչությունը, այստեղ ամենամտահոգիչը իհարկե այն է, որ դրան մասնակցում է նաև քաղաքացիական հասարակությունը, այսինքն դու եթե ակնհայտորեն առաջին հայացքից կեղծ կայքի տեղեկությունները տարածում ես, որևէ disclaimer չես գրում, որևէ բացատրություն չես գրում, որ տեսեք քո ընթերցողների համար, որ տեսեք միգուցե կայքը կեղծ է, բայց իմ կարծիքով օրինակ այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ գրում ես դա միայն այն բանից հետո, երբ հետաքննողները հրապարակում են իրենց հոդվածը, սա պարզապես անբարեխիղճ մոտեցում է, ես չեմ հասկանում ինչպես կարելի է օրինակ գտնվել քաղաքացիական հասարակության դաշտում անվանվել անկախ ինչ որ դերակատար ու զբաղվել այս ամենով, սա մեծ հաշվով որևէ բանով չի տարբերում նույն այդ ռուսական մեթոդից ու ռուսական գործիքակազմից եւ այդ առումով
ես ինչպես արդեն նշեցի, սա շատ վտանգավոր ինչ որ գործընթաց է, այս տիպի գործիքներով կարող են թիրախավորվել բոլոր մարդիկ, կարող են այդ ապատայեկատվության թիրախը դառնալ, այս փուլում քաղաքական գործիչներն են հիմնականում, բայց որևէ իշխանության քննադատի կարելի է այս տիպի մեխանիզմներով թիրախավորել, սևացնել եւ կարծում եմ նաեւ համայնքը լրագրողական սրան պատշաճ արձագանք պիտի տա, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության տարբեր այլ դերակատարներ։ Եվ հաղորդման վերջում նաև շատ կարճ անդրադառնանք վաղը մայիսի 28-ին տեղի ունենալիք ռազմական շքերթին, որը մի շարք անտրամաբանական բաներ է իր մեջ ներառում, նախ որ ինչու հենց մայիսի 28-ին, եթե նայում ենք նաև պատմությունը Հայաստանի ռազմական շքերթներ կազմակերպելու հետ կապված, ու նաև շատ տարօրինակ է, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս, հաշվի առնելով, որ ինչքանով որ նկատել ենք, բավականին կոմպլեքսավորվում են, հա, ռազմական ինչ-որ հաջողություններից խոսել, զինամթերքի ձեռքբերումներից խոսել, բանակի հզորությունից խոսել, ինչու է հիմա արվում սա։ Այստեղ կարծում եմ ակնհայտ է, որ ոչ թե ասպեկտներից մեկը, այլ միակ պրիզման, որով պետք է շքերթին նայենք, նախընտրական պրիզման է, որովհետև ինչպես արդեն նշեցի, Հայաստանի անկախ պատմության մեջ, եթե չեմ սխալվում, 3 շքերթ է եղել, մեկը 1995 թվականին, մեկը պատերազմի ավարտից անմիջապես հետո, մյուսը 1999 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ դարձավ, սա նաև ինչ-որ սիմվոլիկ բնույթի շքերթ էր, մյուսներ ապրիլյան պատերազմից հետո, որի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանը ունի ինչ-որ սպառազինություններ եւ դրանով իսկ մտածում էին, թե կզսպեն Ադրբեջանին ավելի լայն ագրեսիայի գնալով։ Հիմա այս շքերթը որևէ այդպիսի տրամաբանություն չունի, նախ ինչպես ճիշտ նշեցի, Հայաստանի պատմության մեջ երբևէ շքերթը մայիսի 28-ին չի անցկացվել, մայիսի 28-ը առաջին հանրապետության օրն է, Հայաստանի անկախության օրը սեպտեմբերի 21-ն է, չգիտեմ, կարելի է օրինակ բանակի օր անցկացնել հունվարի 28-ին, բայց ինչպես տեսնում ենք, այս օրը եւս ընտրվել էր հարմարեցնելով նախընտրական փուլին, այստեղ նաև մեկ այլ պրոբլեմատիկ տարը այն է, որ բանակի զինանշանն են փոխել ու տեղադրել են այսօր նաև տեսանյութ հրապարակեց Պաշտպանության նախարարությունը։ Այո, տեղադրել են Հայաստանի Հանրապետության քարտեզը, բայց ամբողջությամբ այն տեսքով, որ այն օգտագործում է քարոզչական նպատակներով, նախընտրական քարոզչական նպատակներով իշխող ուժի կողմից։ Այսինքն, եթե լիներ քարտեզը պարզապես ոչ այդ գույնի, ոչ այդ տեսքի, դա էլ ինչ որ չափով կարելի էր ընկալել, իդեպ այդ քարտեզն էլ իմ կարծիքով բացի նախընտրական քարոզչության նպատակից դրել են զինանշանի վրա, որպեսզի ցույց տան, որ տեսեք այս շքերթը ուղղված չէ մեր հարևանների դեմ, այս շքերթը մեծ հաշվով նախընտրական նպատակ ունի, այլ ոչ թե ինչ-որ ագրեսիվ, բայց սա ավելի լայն ինչ-որ գործընթացի եւ միտման մաս է, այսինքն անվտանգության հարցը, բանակի հարցը ներքաղաքական քարոզչության մեջ ներգրավելու այս գործընթացը նոր չի սկսվել, առնվազն 1 տարուց ավել է ինչ կառավարությունը տարբեր խմբեր է տանում, օրինակ տարբեր սահմանային գոտիներ, որտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվում։ Բայց այդ ամեն ինչը բավականին լուռ էր արվում։ Ռազմական շքերթը շատ բարձր միջոցառում է այս առումով։ Աստիճանաբար հասանք ռազմական շքերթին սկզբից, այսինքն ինչ որ խմբեր էին գնում, այդպիսի այցերից մեկի ընթացքում ես էլ մասնակցեցի ու տեսնելու համար ինչ աշխատանքներ են կատարում, բայց ակնհայտորեն քարոզչական նպատակներով, ներքաղաքական քարոզչական նպատակով են այդ այցերը կազմակերպում, ինչ որ փուլից սկսած արդեն ավելի լոյալ ինչ որ դեմքերի հրավիրում էին այդ ձեռք բերված սպառազինության ցուցադրման համար, որպեսզի հետագայում նաև այդ մարդիկ Facebook-ում գրենք, թե տեսեք ինչ սպառազինություն ենք ձեռք բերել, եւ հիմա այդ ամենը արդեն ավելի լայն, ավելի բաց տեսք է ստացել շքերթի տեսքով։ Ես այս կոնտեքստում կցանկանայի եւս մեկ բան ասել ու միգուցե դրանով արդեն ամփոփենք մեր այսօրվա թողարկումը, այսօր ինչ-որ շատ խոսեցինք։ Տես, հիմա ակնհայտ է, որ սա ունի նախընտրական բնույթ ու շատ մարդիկ քաղաքականացված, չքաղաքականացված տարբեր կուսակցությունների անդամներ, չեզոք մարդիկ ինչպես ես, ասում են, որ սա ակնհայտորեն նախընտրական բնույթ ունի այս ռազմաշքերթը եւ պետք է այդ ակնոցներով նայել այս ռազմաշքերթների։
բայց ի հայտ են գալիս իշխող ուժի ինչ որ քարոզիչներ, որոնք կամավոր կերպով ստանձնել են այդ քարոզիչների կարգավիճակը եւ ասում են, այ տեսեք, այս մարդիկ դեմ են Հայաստանի բանակին, դեմ են որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում։ Ակնհայտ մանիպուլյացիա, որ առաջին հերթին բանակը չպետք է օգտագործի ներ քաղաքական նպատակներով, դա դեմ է որևէ սկզբունքի, թե իրավական, թե ժողովրդավարական զարգացման, եւ երկրորդը սա շատ նման է կարծում եմ Սերժ Սարգսյանի տարիներին գոյություն ունեցած այդ ռազմահայրենասիրական քարոզչությանը, որ տեսեք բանակի մասին չի կարելի խոսել, չի կարելի քննադատել, ով բանակին կպնում է դավաճան է եւ մենք հիշում ենք թե ինչպես է ավարտ այդ ամենը ունեցավ։ Հիմա մեծ հաշվով իշխանությունների քարոզիչները հասել են նույն այդ Սերժ Սարգսյանի քարոզիչների մակարդակին եւ շատ հարցերով գերազանցել են իմ կարծիքով։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։